Հովհաննես Թումանյան, Սասունցի Դավիթ Առյուծ մհերը զարմով ձյուսազուն, 40 տարի իշխում էր Սասուն, իշխում էր ահեղ ու նրա օրով, հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով, Սասմա սարերից շատ ու շատ հեռու, թնդում էր նրա հռչակ նահարկու, խոսում էր իր փառքն արարքն անվեհեր, 1000 բերան էլ մի այռու Պես ահավոր առյուծի նման, Սասմա սարերում նստած էր իշխան, 40 տարում, աղ չէր քաշել նա դեռ իրեն օրում, բայց մի երբ որ եկավ, ծերացավ, էն անհա սիրտը ներս սողաց մի ցավ, սսկված մտածել դյուցազուն ծերը, հասել են կյանքիս աշնան օրերը, շուտով ես սև հողին կերթամ ես գերի, կանցնի ծխի պես փառքն մհերի, կանցնեն և անուն, և սարսափ, և ահ, իմ անտեր ու որբ աշխարհքի վրա, ոտի կկանգնեն 1000 քաջ ու դև, մի ժառանգ չունեմ իմ անսմատ ետև, իմ թուրը կապի Սասուն պահպանի, ու միտք էր անում հսկա ծերունին. Էն գոր շունքերը կիտած, երբ միտք էր անում երկնքից հանկարծ, մի հուր հրեղեն հայտնվեց քաջին, ոտները ամպոտ կանգնեց առաջին, ողջույն մեծազոր Սասմա հսկային, ու քու զենը հասավ Աստծու գահին, ու շուտով նա քեզ մի զավակ կտա, բայց լավ իմանաս լեռների արքա, որ օրը որ քեզ ժառանգ է տվել, էն օրը կմեռնեք քու կինն էլ դու էլ: Իր կամքը լինի ասավ մհերը, մենք մահային ենք միշտ ու մահը մերը, բայց որ աշխարհքում ժառանգ ունենանք, մենք էլ նրանով անմեռ կմնանք: Հրեշտակն էստեղ ցոլացավ նորից, ու էս երջանիկ ավետման օրից, երբ 9 ամիս 9 ժամն անցավ, առյուծը մհերը զավակ ունեցավ, Դավիթ անվանեց իրեն կորունին, կանչեց իր ախպեր ձենով օհանին, երկրին ու որդին ավանդեց նրան ու կինն էլ ինքն էլ նույն օրն էլ մեռան: